Այս անգամ պատրաստում ենք ցեզր աղցան։ Այս տարբերակով հարազատները շատ են սիրում։ Մեզ հարկավոր է 1 ամբողջական հավի կրծքամիս, այն այսպես խոշոր, բայց բարակ կտորների ենք բաժանում։ Կրծքամիսը կտորելուց հետո տեղափոխում ենք խորը ամանի մեջ, որը համեմում ենք աղով, սև պղպեղով, խմելի սունելիով և մի փոքր բուսայուղ ենք ցողում, խառնում ենք, թողնում 10 րոպե, մինչ մարինացվի։ Այնուհետև թավայի մեջ բուսայուղ ենք լցնում, թողնում մի փոքր տաքանա և ավելացնում մարինացված հավի կրծքամիսը։ Խառնում ենք, ընթացքում կափարիչով ծածկում, որպեսզի եփվի։ Եփվելու ընթացքում այսպես առատ ջուր է դուրս գցում։ Պետք է կափարիչը բացել, որպեսզի ջուրը գոլորշիանա։ Պետք է պարբերաբար խառնել, մինչ գեղեցիկ ոսկեգույն երանգ ստանա, որից հետո վերցնում ենք կրակից, թողնելով մինչ սառի։ Մեզ հարկավոր է 1 կապ մառոլ, որը նախօրոք ես լվացել եմ և պետք է կտրատել միջին չափի խոշորությամբ։ Կտրատելուց հետո տեղափոխում եմ խորը ամանի մեջ։ Այնուհետև ավելացնում եմ 4 ճաշի գդալ մայոնեզ և համեմում եմ խմելի սունելիով։ Ավելացնում եմ նաև մի փոքր աղ և մի փոքր էլ սև պղպեղ։ Խառնում եմ, որպեսզի համերը լավ տարածվեն։ Խառնում եմ, մինչ ամբողջությամբ այսպես լավ տարածվում է սոուսը։ Այնուհետև տեղափոխում եմ մատուցվող ափսեի մեջ, որից հետո 2 մասի եմ բաժանում չերի տեսակի լոլիկները և սկսում եմ գեղեցիկ դասավորել մառոլների վրա։ Այնուհետև հավի կրծքամիսը համեմում եմ խմելի սունելիով և խառնում։ Եվ սկսում ենք գեղեցիկ դասավորել նաև հավի կրծքամիսը։ Մեզ հարկավոր է նաև պանիր, ցանկալի է, որ այն աղի չլինի։ Եվ այն այսպիսի գեղեցիկ կտորների ենք բաժանում։ Այնուհետև գեղեցիկ դասավորում ենք ափսեի մեջ։ Գեղեցիկ դասավորում եմ նաև չորահացը։ Եվ վերջում մայոնեզը կամ սոուսը այսպես գեղեցիկ տարածում ենք վրան։ Վերջնական տեսքով ապահովելու համար մի փոքր պանիր ենք քերիչով անցկացնում և ցանում վրան։ Իսկ եթե ձեզ դուր եկավ պատրաստման իմ տարբերակը, պահպանեք տեսանյութը, գրեք մեկնաբանությունում, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։